Մենք վերադարձանք սիրելի ընկերներ եւ հիմա պահ եկավ համով բաներից խոսելու համար։ Այո, այն էլ մեր գործընկեր Անուշի հետ, որովհետև նա արդեն իր գեղեցկագույն խոհանոցում է, բարի լույս Անուշ։ Բարի լույս։ Բարի լույս, սիրելի գործընկերներ, այսօր քանի որ ձմռան առաջին օրն է, ես որոշել եմ ամառային աղցան պատրաստել։ տաքուկ թեյ պատրաստել։ Այո, եւ վստահ եմ, որ դուք շատ հաճույքով կխմեք այդ թեյը, հատկապես մենք օգտակար այսպես թեյ ենք պատրաստում։ Եվ վերցրել եմ այստեղ իմ պատրաստած ազնվամորու մուրաբան, որը որ եփված չէ, ուղղակի շաքարավազով, արևի տակ 2 օր թողել եմ այսպես եւ իհարկե խառնելով, որպեսզի շաքարավազը հալչի եւ այդպես պահում եմ սառնարանում։ Ես քանի որ կներես Անուշ, ես քանի որ չեմ սիրում մուրաբաներ առհասարակ, որովհետեւ դե եփման այդ process-ը եւ այն ամեն բան հաշվի առնելով չեմ սիրում։ Մի օր Անուշը առաջարկեց փորձել այս ճակերտավոր մուրաբան։ Դա անմահական է, կարելի է պարզապես վայելել ինչ-որ թխվածքի հետ, փանքեյքի հետ եւ ափսոս է թեյի մեջ լցնելու։ Ափսոս հիվանդ չեմ, չէ՞, միանգամից կլավանեի։ Բայց մենք չենք եռացնի, մենք արդեն ուղղակի ջրի մեջ կլցնենք եւ իր վիտամինները կմնան։ Ես օրինակ ամեն առավոտ կամ երեկո պարտադիր ուտում եմ եւ զգացել եմ, որ շատ իմունիտետի համար շատ լավ է եւ ամրացնում է օրգանիզմը, այնպես որ կարող են բոլորը օգտագործել եւ հատկապես հիմա, որ շատ վիրուսային շրջան է, բոլորը հիվանդ են, երեխաներն են շատ հիվանդ լինում, բայց եթե մուրաբա չեն ուտում, օրինակ ես այսպիսի թեյ եմ պատրաստում եւ երեխաները գոնե այդ ձևով կարողանում են ընդունել վիտամինները։ Իդեպ հենց նոր մեր ռեժիսորը ասաց շնորհակալություն այն թեյի համար, որը նա արդեն վայելում է կադրից այն կողմ, որը պատրաստված է հենց այս մինչեւ նկարահանումը, այո, մենք թեյ պատրաստեցինք իր համար եւ դրա համար մտածեցի, որ հիմա այս թեյը շատ տեղին կլինի այսօր։ Դե մենք ասենք, որ անհրաժեշտ է նաև մեզ նարինջ, խնձոր եւ իհարկե թարմ անանուխ, կարող ենք նաև չոր անանուխ կամ ուրց ավելացնել, ով ինչ կցանկանա։ Հիմա մենք կկտրենք խնձորը եւ կավելացնենք մեր թեյի մեջ։ Առհասարակ այս ցուրտ եղանակը հենց գալիս է, թեյը ակտուալ է դառնում ու շատ համահունչ է դառնում այս եղանակին։ Այո։ Մենք առավոտյան էլ խոսում էինք այն մասին, որ ձմեռը առանց ձյան կարծես մի տեսակ իրական ձմեռ չլինի եւ գոնե այդ էմոցիաները արթնացնելու համար կարելի է տաքուկ, փափուկ հագուստ ընտրել, մի լավ տոնական ֆիլմ եւ երեկոն ամբողջական դարձնելու համար տաք թեյ կամ փոխարինել թեյը կակաոյով, բայց այս դեպքում իհարկե տաք թեյ, որովհետեւ նաեւ առողջարար է։ Միանշանակ Իհարկե։ Եվ գեղեցիկ է, եւ օգտակար Եվ իհարկե հաճելի է, հատկապես լավ ֆիլմի շուրջ նստել ու այսպիսի թեյ խմել, իսկապես արդեն եւ տոնական տրամադրություն է մի տեսակ մոտենում։ Օրինակ ես սպասում եմ երբ է ձյունը գալու, որ ես գնամ այսպես սիրուն թեյով եւ դիտեմ 101 Դալմատին մուլտֆիլմը, որովհետեւ դա շատ լավ տրամադրություն է փոխանցում։ Որքան որ նայում ես, միևնույն է, կարծես առաջին անգամ նայես, չէ՞։ Ու ամեն անգամ այդ շունիկների հետ հուզվում ես ու քեզ թվում է, որ միևնույն է ձակուկները չեն փրկվելու, ամեն ինչ շատ վատ է ավարտվելու, բայց իհարկե տոնական հրաշքը իրեն սպասեցնել չի տալիս։ Այս ընթացքում նաև մտածում էի, որ քանի որ շատ հեշտ է բաղադրիչները, գրեթե բոլորի տան այս ընթացքում կա, որովհետև սեզոնային են մրգերը, կարելի է իսկապես դասական տարբերակով, երբ խանութներից ձեռք ենք բերում բավականին երկար ժամկետ ունեցող, երբեմն անհայտ ծագման թեյեր, այս դեպքում կարելի է փոխարինել եւ վայելել առողջարար թեյ իսկապես։ Իհարկե, հետո մենք մի տեսակ սովոր ենք, հիմա իհարկե կոտրվում են այդ կարծրատիպերը, բայց ոչ միայն թող աղցաններում այդ տարբերությունը լինի եւ ուտեստների մեջ, այլև հենց թեյի համար ու ոչ թե ուղղակի մուգ թեյ օգտագործենք, այլ կարելի է պարզապես մի քանի մրգով, ինչ որ տանը կա, կամ մեխակ, դարչին, ով ինչ կցանկանա, ով ինչի համը որ սիրում է, ավելացնի եւ այսպես վայելի թեյը։ Ես վաղուց արդեն այդպես եմ։ Իդեպ ես մուգ թեյ փորձում եմ շատ չխմել, որովհետեւ թեյը նույնպես կոֆեին է պարունակում եւ միշտ չէ որ լավ է այդքան շատ կոֆեինը։ Դրա համար փոխարինել եմ արդեն մրգային հիմնականում մրգային թեյերով։
Իրականում ասում են, որ կանաչ թեյը, հենց խոտաբույսերը շատ լավ է օգտագործել է նաև երբ մենք բողոքում ենք մեր ավելորդ քաշից կամ առհասարակ երբ հասկանում ենք, որ օրգանիզմը կարծես ծանրացել է, որովհետև կանաչ թեյը նաև ապահովում է հիանալի նյութափոխանակությունը օրգանիզմում եւ կարելի է վայելել, լինել թարմ, լինել տաք, ձմռանն ընդառաջ իսկ առողջարար բաղադրիչները, ինչպես օրինակ Անուշ այսօր մրգերով եւ ազնվամորի իր տնական մուրաբայով է թարմ պահելու, վստահաբար կազդի նաև մեր իմունային համակարգի վրա դրական առումով, որպեսզի մենք էլ խուսափենք տարատեսակ վիրուսներից։ Այո, միանշանակ։ Ես ասեմ նույնիսկ փորձել եմ այդպես, շատ պատահական իհարկե դա ստացվեց։ Մի անգամ ամռանը չստացվեց ուղղակի պատրաստել, այսպես շատ աշխատանք եւ այլն, եւ ամբողջ ձմեռ հիվանդացա, ես հասկացա, որ ինձ պահում էր հենց սա, ու հիմա արդեն ոչ մի ձևով բաց չեմ թողնում, ոչ մի ամառ։ Եվ հետո մենք խոսում ենք վիտամիններից, որոնք պարունակում են մրգերը, բանջարեղենները, որոնք օգտագործում ենք, բայց չենք խոսում այն էմոցիաներից, որոնք մեզ էլ ավելի առողջ են դարձնում, որովհետև մեկ բաժակ սուրճն անգամ կամ թեյը, որը կպատրաստենք տանը եւ կվայելենք սիրելի մարդկանց հետ այդ տրամադրությունը ապահովելով 1000 ու մի դեղ արժե, որը կարող է բարձրացնել թե իմունային համակարգը եւ թե իհարկե ապահովել ողջ ձմռան այդ տրամադրությունը։ Այո, շատ ճիշտ ես։ Իդեպ, օրինակ մեզ մոտ ավանդույթ կա, մեր ձմռանը շատ հաճախ հարևանների հետ հավաքվում ենք եւ երեկոյան պարտադիր թեյ ենք խմում։ Դա արդեն ավանդույթ է դարձել եւ մի տեսակ մենակ նույնիսկ արդեն չի ստացվում ուղղակի այդպես։ Ահա, նարինջն էլ կտրում ենք, ավելացնում ենք թեյնիկի մեջ եւ նաեւ կարող ենք մի փոքր էլ կիտրոն ավելացնել։ Իդեպ, եթե ոչ մուրաբա, ապա կարող եք ուղղակի մեղր ավելացնել, բայց մեղրը, որպեսզի իր օգտակարությունը մնա, պետք է որպեսզի մոտավորապես 70-60% տաք ջրի մեջ լինի, պետք չի ամբողջությամբ եռման ջրի վրա լցնել, որովհետև մեղրը կորցնում է իր օգտակար հատկությունները։ Մի փոքր, մի քանի հատ այսպես մեխակ ավելացնենք։ Սիրում ես մեխակ մաման։ Շատ։ Ես գիտեք ինչ էի հիշում այս ընթացքում։ Ուսանող տարիներին Գենրոթատերական ինստիտուտում, որ մենք սովորում ենք, մեր լսարանը ներքևի հարկում էր ամենա եւ բավականին սառն էր ձմռանը, ու ես միշտ ունեի թեյ, որը պատրաստում էինք նույն, սովորական սև թեյի հետ էի, բայց այս դեպքում խառնում, վերցնում էի նարինջի կեղևների ճիրը, որովհետեւ չորացնում էի դա, մի քիչ նարինջ եւ կեղևով հենց, ու մանր կտրատած ավելացնում էի սև թեյին, որտեղ կար նաեւ դարչին ու մեխակ, շատ ակտիվ այդ դարչնի եւ նարինջի բույրը տարածվում էր ամբողջ հարկով մեկ, ու մենք մեր կուրսով ցուրտ օրերին հատկապես վայելում էինք այդ կարոտեցի իմ կուրսին։ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Այդպես տեղում էինք պատրաստում թեյնիկով, որովհետեւ մենք մեր լսարանը կարծես առանձնատուն լիներ, ամեն ինչ կար այդտեղ։ Ինչ հետաքրքիր է, չէ՞, Մանե։ Մենք խոսեցինք մեխակից եւ անմիջապես այդ հոտը քեզ տարավ դեպի մանկություն, պատանեկություն, այսինքն նույնիսկ հոտով այդ ջերմ հիշողություններն արդեն լինում են եւ հիմա կիտրոնի հյութ ավելացնենք։ Օրինակ շատերը հենց ամանորը ասոցացնում են մանդարինի բույրի հետ։ Այո։ Եվ չնայած հիմա, որ կարելի է ամենատարբեր եղանակներին ամռան ամենաշոկ օրն էլ գտնել խանութներում մանդարին, միևնույն է նույն համը չունի։ Համով չի լինում այդ պահին ուտելը, չէ՞։ Օգոստոս ամսին մանդարին չեն ուտում։ Ինչ գործ ունի մանդարինը օգոստոսին։ Ոնց որ հունվար ամսին ուտես ձմերուկ։ Ահա։ Ինչ որ չի Համեղ չի։ Դրա համար մենք հիմա ըստ եղանակի շատ ճիշտ մթերք ենք վերցրել եւ այդ ամբողջ էմոցիան ինձ թվում է ճիշտ կարտահայտվի։ Ահա։ Հիմա ավելացնենք նաեւ անանուխ, իդեպ կարող ենք այստեղ մի քանի հատ ռեհան ավելացնել։ Օ, ռեհան։ Էլ ավելի հետաքրքիր համ կունենա։ Մենք այդպես ամռանը սարքեց, պատրաստեցինք, հիշում ես, Մանե։ Այո, զովացուցիչ ըմպելիք էինք պատրաստել։ Այո։ Ռեհանով, հատապտուղներով, կրկին շատ համեղ էր։ Ես ամենաշատը սիրում եմ նանայով թեյը, անմահակը, եւ թե ամեն օր խմում եմ, չեմ կշտանում, նանայով թեյ։ Դե ուրեմն հիմա ճիշտ կանաչի էր ընտրված քեզ համար։ Մի փոքր դարչին ավելացնենք։ Եվ հիմա այստեղ պակաս։ Այս թեյը անուն ունի,
ավելացնենք, ոչ։ Եկեք Օրինակ ինչ մտածենք մտքովդ անցավ մանե։ Ես Ինչպես հենց նոր դա եմ կանվանեիք։ մտածում, կանվանեի սիրելիս, որովհետև իմ բոլոր սիրելի բաղադրիչները կան այստեղ։ Սիրելի։ Բայց գեղեցիկ Մենք վայելում ենք սիրելիս, այսքանը։ Դե հիմա նաև ավելացնենք ջուրը, Իսկ դու ինչ եռացրած։ անուն կտայիր։ Ես կտայի դեկտեմբերի 1։ Դեկտեմբերի 1։ Մի հատ դեկտեմբերի 1 չխմենք։ Ես կասեի դեկտեմբերի 1-ն է սիրելիս։ Վերջացավ։ Թեյի անունը մենք որոշեցինք դեկտեմբերի 1-ն է սիրելիս։ Մի քիչ երկար է։ Երկար էլ չես ուզի խմես։ Այսքանը նայեք արդեն գույները խառնվեցին։ Շատ գեղեցիկ է։ Մենք կարող ենք միանգամից մի փոքր խառնել, որպեսզի ավելի արագ թրմվի։ Ահա։ Դե մենք չենք համբերում արդեն որ վայելենք։ Բաժակների մեջ Ես այստեղ մի կավելացնենք։ քիչ թեյ ունեմ, բայց լավ, դրանից կխմեմ, սա էլ չեմ ավարտի։ Անպայման։ Եվ հիմա մենք մի փոքր էսպես խառնենք ու բաժակների մեջ լցնենք, որովհետև շատ գեղեցիկ է գույնը։ Ահա։ Շատ Այսպես։ գեղեցիկ է։ Եվ թող այս թեյի նման գունեղ ու տաքուկ ձմեռ լինի։ Այսքանը Բոր մնաց անուշ լինի։ անուշ լինի։ Շնորհակալություն Անուշ։ Շնորհակալ ենք Անուշ։ Տաք ջերմ մեր այսօրվա եթերը նաև թեով ապահովելու համար, որը Սիրով։ վստահ ենք եւ կջերմացնի բոլորիս ֆիզիկապես եւ իհարկե կապահովի այն ջերմ ու տաք տրամադրությունը, որը անկախ եղանակից բոլորիս միշտ անհրաժեշտ է։ Ժամանակն է։ Շարժվենք առաջ։ Այո, եւ լսել երաժշտություն։ Լսենք երաժշտություն եւ վերադառնանք։